Ինչպես է տեղի ունենում, որ կարողանում եք այդպես վերլուծել իրադարձություն։ Վերլուծները դա փաստերի համադրում է ուղղակի, որևէ տարօրինակ բան չկա։ Դու նայում ես ինչ է տեղի ունեցել, դրան ինչեր են հաջորդել եւ հնարավոր կանխատեսումն ես անում, թե դրանից հետո ինչ կարող է լինել։ Դա շատ սովորական է։ Ես անկեղծ ասեմ, որ ես չնայած ինչքան էլ ուզում են ասեն դատախազությունը մեկ ընդհանրական մարմին է, տվյալ պարագայում ուրեմն դատախազը, որ ներկա էր, շատ ճիշտ արեց ես կարծում, իմ խոսքով, իմ կարծիքով, գիտեք, որտեղ այս վկանները առանցքային վկաններ չեն, օրինակ հեսա վաղը Չուքազյանին են հրավիրելու, ես այդ մարդուն ոչ անունը տվել են, ոչ որևէ խնդիր կա, կանչում են վկայի մեկ ուրիշ, ասում են Իսագուլյանը, որ ասել է Չուքազյան, ի նկատի ունեցել Գարեգին Չուքասզյանին, հա, իմ այդ խեղճ լրագրողը ինչ իմանա ումի նկատի ունեն, բայց չէ, Չուքազյանին հրավիրել են որպես վկա, որի հետ, ասում եմ, ոչ առնչություն չունեմ, Դավիթ Սանասարյան, Քավլիցի, խեղճտղուն հլը մի երկու անգամ են մեղադրեցին, բանարեցին, ես որ իսկապես դատախազները կարող են չիմանային մյուս վկային ինչ հարցեր տա, ինչ հարցեր են նախապատրաստել են, ով որ պատասխանատու են դատախազը այդ կոնկրետ դրվագի համար։ Ունեք ասենք հիմա եթե Սանասարյանին հարցաքննեին, բաներ կա, որ կարող է մարդը ամբողջությամբ խորությամբ կարող է, չէ, գլխավոր դատախազն էլ գա դատարան, մեկ միասնական մարմին է, բայց այս գործից բացարձակ տեղյակ չլինի, որտեղ այդ մասով ինքը դատախազներ են զբաղվել, ինքը զուտ իր ֆունկցիոնալ աշխատանքն է կատարել որպես գլխավոր դատախազ։ Բնականաբար ինքը չի կարող են հարցերը, որ մենք կարող է առաջադրենք, որ դատախազը, որ կոնկրետ այդ գործով է զբաղվում, ինքը կարող է առաջադրել։ Այս որ ես կարծում եմ շատ խելամիտ որոշում էր, որ կայացվեց հիմա, ինչքան էլ իմ պահապան հրեշտակը, այս որ Բայց սովորել եք, որ դա դատախազության պարտականությունն է, էլի, ուղղակի գրած է դա։ Չէ, եղել է, որ մենք էլ, չէ, խնդիր ենք ունեցել, Մենք ամեն խնդիր կարանք ունենանք, պարոն Դատարանը էլի հետաձգել է նիստը։ Այս որ այս առումով եկեք ընդունենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանք է, ամեն ինչ հնարավոր է։ Օրինակ այսօր ես, ասենք, բանի 35-ամյակներ, ես մոռացել եմ, որ դատական նիստը նշանակում էին, ամուսնության 35-ամյակը, նախորդ կասեի, որ գոնե մի օրի հետ մի օր առաջ, հիմա սենց ավարտվեց, եւի դա նախանշան է նրան, որ շուտ գնանք նախապատրաստենք միջոցառում կազմակերպել։ Սա ուղղակի, նաև էլ է վատ, օրինակ ինձ համար, որ կարող էինք այսօր, եթե օր ունենայինք, չի բացառում, որ այս այդ ընթացքում կոնկրետ խնդիր կար լուծելու այդ բանը միջում ոգ իսկ հիմա անամբերտի սպասեմ թե բոլորն են նշանակում, որից հետո նոր դատարանին դիմեմ ինչ-որ խնդրանքով, ես որ մեզ համար լավ կլներ, որ հստակ օրը իմանայինք, դե հիմա ինչ անենք, սենց ստացվեց, նորմալ է, ամեն ինչ նորմալ է։